ներկայացնենք այդ սուրբ սնունդի մթերքի մասին տեղեկություններ տանցես ու ներկայացնենք գեղեցիկ ձևով։ Փորձենք, տեսեք ես կստացվի։ Ճիշտ է, ծնողներ եմ ընկերներ, այսօր մեր դասարանը փոխում են հարմացի անուշ հոտով։ Веселье вам да радости, метафоры ничего без вас не начинали, но для каждого найдется и словечко, и местечко. Ай, люли, нынче гости нам пришли, и поклон вам, гости дорогие. Ասում են աշխարհում ամենահամով հոտը երկիրը Ռուսիան է, իսկ ամենաշատ տեսակներ ունեցողը Գերմանիան, ավելի քան 300 տեսակ։ Հայկական լավաշը պարզապես հարց է, այն մշակույթ է։ 2014 թվականին հայկական լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում։ Լավաշը կարող է պահպանվել ամիսներով։ Չորացած լավաշի վրա մի քիչ ջուր ցանելով եւ սրբիցով ճասկելով, նա նորից դառնում է թարմ եւ փափուկ։ Երբ հայ ճամփորդ տնից հեռու էր գնում, նրա պարիսակի մեջ լավաշ էր դնում, որովհետև չէր փչանում։ Հայոց աշխատանքի հացատեսակներից են նաև տոնիկ, փողոքon, մատնակար, շարի, մաղար։ 1930 թվականին Փաստուխ Օքսենը թխեց մի հաց, որի վրա մատներով քաշեց ակոսներ և հացի անունը անվանեց մատնեքաշ։ Բաղաչը տոնական և ծիսական անձնոր հաստ է լինում հրավի և անալի այն տակա կլոր տեսք ունի երեսին սրացակ հայտով նաշնային գծում և վրան ծուքսու։ Միշտ տորնի այն ձերկը, որը քեզ հաց է տալիս։ Առանց լավաշի էլին չայտոր, էլին չխարոված, ապական տորմա, առանց լավաշի էլին չխաշվամա, կատ է հացասունչ, էլին սուպրա սեղան։ Հայկական հարսանիքների ժամանակ սկեսուրը լավաշը դնում է հարսի ու փեսայի ուսերի որպես օրինակ, որ նրանց տունը լի ու բարերար լինի։ Ծաղում ես տուն ու պուպարած, մեր թոնրի մեջ վարկարած, արևի շող կա քորեջ, մեր պատմությանն է անվեջ, լավաշն է մեր հացը բարի, որ կաբել է տարեկան, աղ ու հացով մենք կանջում, մենք հայաց հապաստության։ Լավաշը մեր լեզուն է, մեր պատմությունն է, այն պատրաստվում է տաք թոնիրներում և իր մեջ է պահում մեր տատիկների ձեռքի օրնանքը։ Հացի մասին մեր ժողովուրդը շատ իմաստուն խոսքեր է ասել, դրանք մեզ սովորեցնում են հարգել ուրիշի աշխատանքը և լինել հյուրասեր։ Հացը միայն սնունդ է, այլ բարություն։ Հաց ունես, անուն բանում ես։ Հացն է ամեն բանի հիմք։
Ողջույն սիրուններս, բարի օր բոլորիդ, հույսով եմ լավ եք։ Մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական օրն ու հերթական վլոգը։ Ինչպես արդեն տեսաք, առավոտյան գնացել էինք դպրոց, Նինուլիկս, քանի որ հերթական հանդեսն ուներ, այս անգամ հացի թեմայով էր հանդեսը, ռուսական ու հայկական մոտիվներով, շատ հավես ու շատ հետաքրքիր միջոցառում էին կազմակերպել։ Հիմա արդեն տուն ենք հասել, նաև որոշեցի վլոգ սկսել, քանի որ արդեն երկար ժամանակ է ալիքում վլոգ չեմ տեղադրել, նաև մտել ենք City, գնումներ ենք արել մի քանի, գնանք տուն, կկիսվեմ և գնումներով և իհարկե օրվա մնացած մասով։ Դե սիրուններս, մի քանի մանր-մունր գնումներ եմ արել, որոնցով էլ ուզում եմ կիսվել նաև ձեր հետ։ Վերցրել եմ երեխեքի համար սոկ, մշկային ժելե, սա հաց է չորամրգերով և ընդեղենով, վերցրել եմ նաև ծիրանի ջեմ, պոպոկի մուրաբա և նաև վերցրել եմ ելակի մուրաբա ու նաև իհարկե Նինուլիկիս համար վերցրել եմ չեներգետիկ։ Սիրուններս, ես հասցրեցի մի փոքր հանգստանալ, հաց ուտել, հիմա քուրիկս սուրճ է դնում ու մինչև սուրճը պատրաստ կլինի որոշեցի առանձնանալ ու ձեր հետ մի փոքր զրուցել։ Ու զրույցից հիմնական թեման, թե ինչու YouTube-ում այս 10 օրից ավել վլոգներ չկան, այնինչ ես խոստացել էի, որ շաբաթական 2 անգամ անպայման YouTube-ում նոր վլոգ կլինի, բայց քանի որ ես այնպիսի մարդ եմ, որ ես չեմ սիրում իմ անտրամադիր վիճակը, իմ ընկճված վիճակը մարդիկ տեսնեն, ու հատկապես որ ես վլոգ եմ նկարում, վլոգը մարդիկ հիմնականում մտնում են լիցքաթափվելու, չգիտեմ, դրական լիցքեր ու էմոցիաներ ստանալու համար, իսկ եթե ես անցած շաբաթ վլոգներ նկարեի, հաստատ դրական լիցքեր չէի կարողանա փոխանցել ձեզ ինչքան էլ ուզենայի, դրա համար նախընտրեցի ոչ մի բան չնկարել։ Բայց ուզում եմ ասել, որ փառք Աստծո, մեր հետ ամեն ինչ կարգին է, մենք լավ ենք, ոչ մի լուրջ բան չի պատահել, պարզապես այնպես ստացվեց, որ կյանքը ինձ ևս մեկ անգամ ապացուցեց, որ մարդիկ ու մարդկանց հետ շփումը պետք է ավելի զգոն ու պատնեշով լինի, որպեսզի հիասթափություններն էլ քիչ լինեն։ Այո, անցած շաբաթ այնպիսի իրավիճակ ստացվեց, որ անտրամադիր իրավիճակ էր իմ մոտ, ոչ մի բան անելու ցանկություն չունեի, չգիտեմ, հիասթափություն կար մի փոքր, բայց ամեն ինչ անցավ։ Ցանկացած մթությունից հետո միշտ էլ լուսավոր առավոտներ են լինում։ Հիմա ամեն բան լավ է, ես բարձր տրամադրություն ունեմ, փորձում եմ անտեսել այդ ամեն ինչը, չնայած որ իմ մոտ բավականին դժվար է ստացվում, կարելի է ասել չի ստացվում, ես անընդհատ մտածում եմ այդ ուղղությամբ, թե ինչի համար, բայց ունենք այն ինչ ունենք։ Ուզում եմ ասել, որ այսօր երեկոյան անպայման վլոգ կունենաք YouTube-ում, այնպես որ կարող եք շարունակել բաժանորդագրվել, տարածել իմ ալիքը, որպեսզի շատանանք ու ավելի հետաքրքիր ու եռանդուն վլոգներ ունենաք դիտելու։ Գիտեք, կարող է իրականում վլոգներ տեղադրել, բայց դրանք կլինեին ոչ այն վլոգները, որոնք դուք սպասում եք, որովհետև ես գիտեմ ու գիտակցում եմ, որ ցանկացած մարդ ունի իր կյանքում խնդիրներ, դա կլինի աշխատանքային, առօրյա, կենցաղային, կապ չունի, բոլորս էլ ունենք խնդիրներ, ամեն բացվող օրվա հետ ինչ որ նոր խնդիրներ են առաջանում, որոնցից մեր տրամադրությունը ընկնում է, մտածմունքների մեջ ենք ընկնում, ու երբ որ միացնում ենք YouTube-յան հարթակը կամ, չգիտեմ, հեռուստացույցը ու ինչ որ սիրելի հաղորդում ենք ուզում դիտել,
դա իրենից ենթադրում է, որ մենք պետք է ցվրվենք ու կտրվենք մեր առօրյա հոգսերից, ստանանք դրական լիցքեր, չգիտեմ, մեզ շփիտ պարգևի այդ հաղորդումը, դա նաև YouTube-յան հարթակի մասին է, ինչ որ բլոգերը, երբ որ դուք դիտում եք, ակնկալում եք, որ այդ բլոգերը ձեզ կդիմավորի ժպիտով, չգիտեմ, ինչ որ հետաքրքիր նորություններով կկիսվի կամ մի խոսքով դրական լիցքեր ձեզ կփոխանցի։ Իսկ եթե ես ունենայի նկարեի վլոգ անցած շաբաթ, հաստատ այդ դրական լիցքերը չէի կարողանա ձեզ փոխանցել, դրա համար նախընտրեցի ոչ մի բան չնկարել, քան նկարել ու ձեր տրամադրությունը եւս գցել կամ հարցեր առաջանային, թե ինչ եմ ես տխուր, հա։ Մի խոսքով, սա էր ասելիքս, այնպես որ ուզում եմ ասել, որ ամեն բան լավ է, ամեն ինչ անցյալում է, ամենակարևորը այս ամենափոքր ու այսպես մինիմալիստական իրավիճակներ, որի վրա չեմ էլ ուզում ուշադրություն դարձնել, ուզում եմ անցնի գնա Աստված իրենց հետ։ Այդպես սիրուններս, իսկ հիմա գնամ սուրճս խմեմ, որովհետև արդեն պատրաստ է սուրճս, որից հետո կգնամ խոհանոց ու մեր համար ինչ-որ թեթև ընթրիք կպատրաստեմ իմ ու քուրիկիս համար, քանի որ մենք պասի մեջ ենք, մի փոքր այսպես դժվար է մտածել ամեն օր ինչ պատրաստել, որ մեր համար կարելի լինի։
Սիրուններս, երևի էստեղ ու այսքանով այս վլոգը հասցնենք իր տրամաբանական ավարտին։ Մենք Պարից տուն ենք գնում, արդեն 7 է, մեր մոտ երեկո է, ահա որ ցուրտ է, գնանք տուն։ Նինուլիկս դասերը գրեթե արել վերջացրել է, բանավորներն է մնացել կրկնի, բանավորներն էլ կանի ու կվերջացնենք ու որպես այդպիսին էլ անելիքներ չունենք։ Մի խոսքով Սիրունես, էլ ինչ ասեմ, ուզում եմ ասել, որ շնորհակալ եմ, որ վլոգս դիտեցիք մինչև վերջ, սիրում եմ բոլորիդ շատ։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ վլոգում, պակա։